Այսօր խոսելու եմ մի շատ հետաքրքիր թեմայի մասին, թեման, որ ամբողջ աշխարհի աղջիկները ամեն օր քննարկում են, բոլորը գիտեն, բայց չգիտես ինչի դրա մասին չի բարձրաձայնվում։ Որքան էլ որ տարօրինակ է, դա իտալացի եւ իսպանացի գեղեցկադեմ երիտասարդների մասին է, որոնք որ սովորաբար աշխատում են ոստիկանական ուժերում կամ նրանց կարող եք գտնել ծովափերում։ Ինչ եմ ուզում ասել այդ երիտասարդների մասին։ Որքան էլ որ գայթակղիչ կլինի նրանց հետ ունենալ հարաբերություններ, ընտանիք կազմել եւ այլն, ես ձեզ ուզում եմ մի դառը իրականության հետ ծանոթացնել։ Խոսենք իտալացի տղամարդկանցից։ Իտալացի տղամարդիկ այս աշխարհում ամենիցից շատ, բոլորից շատ եւ Աստծուց առաջ սիրում են իրենց շատ սիրելի մայրիկին։ Այո, իտալացի տղամարդիկ շատ կապված են իրենց մայրիկների հետ, որովհետև այս աշխարհի երեսին միայն մայրիկներն են իրենց շատ գեղեցիկ հագցնում, շատ համով կերակրում եւ ամենակարևորը կազմակերպում նրանց կենցաղը եւ առօրյան։ Եվ իտալացի տղամարդիկ սովորաբար փնտրում են ընտանեկան հարաբերություններ եւ լուրջ հարաբերություններ 45, երբեմն էլ 50, երբեմն էլ 60 տարեկանից հետո։ Գուշակեք ինչու։ Այո, այդ տարիքում նրանք կորցնում են իրենց մայրիկներին, ցավոք սրտի։ Եվ իրենք ինչ են անում, սկսում են շատ ակտիվ որոնումների գնալ, փնտրելով նոր ճակերտավոր մայրիկների։ Այնպես որ սիրելի աղջիկներ, մի գայթակղվեք իտալացի երիտասարդների գեղեցկությամբ, դա ձեզ ոչ միտեղ չի հասցնի։ Հիմա խոսենք իսպանացի երիտասարդների մասին, որոնք այդքան էլ չեն զիջում իտալացի գեղեցկադեմ երիտասարդներին, հագնվում են նույն կերպ շատ գեղեցիկ, ունեն շատ հետաքրքիր ապրելակերպ, բայց ի տարբերություն իտալացի տղամարդկանց, նրանք այդքան կապված չեն իրենց մայրիկների հետ, բայց շատ կարևոր է ֆիքսել, որ իսպանացի տղամարդիկ վախենում են ընտանիք կազմել։ Ինչու՞։ Որովհետև իսպանական օրենքները շատ դեմ են իսպանացի տղամարդկանց, այսինքն ամեն ինչ ձևավորված է այնպես, որ եթե Աստված մի արած լինի բաժանում, ապա օրենքը միանշանակ կնոջ կողմն է եւ բնականաբար շատ իսպանացի տղամարդիկ վախենում են այդ օրենսդրական ակտերից, վախենում են այդ ֆինանսական խոշոր կորուստներից եւ այդպես էլ քայլ չեն անում ամուսնության համար ու մի օր դառնում են 60 կամ 70 տարեկան եւ ցավոք սրտի գուցե հենց այդպես էլ լքում են այս աշխարհը։ Այնպես որ իտալացի եւ իսպանացի տղամարդկանցով գայթակղվելուց առաջ մի քանի անգամ մտածեք, արդյոք այդ ամբողջ պատմությունը ձեզ հարկավոր է թե ոչ։ Խնդրում եմ կոմենտներում գրեք, թե դուք ինչ կարծիք ունեք իտալացի եւ իսպանացի տղամարդկանց գեղեցկության մասին, եւ եթե ձեզ հետաքրքիր է իմ ալիքի կոնտենտը, կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի ինձ չկորցնեք։